Գևորգյան, շատ շնորհակալ եմ յուրաքանչյուրիցս։ Վաղարշաբաթ համայնքի ընտրություններում ՔՊ թեկնածուի հաղթանակը ոգևորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ոչ միայն ժողովրդավարության տեսանկյունից, այլև վեհափառից ազատվելու իր ծրագրի շրջանակում։ Խոնարհվելով վաղարշաբաթ համայնքի ընտրողների առջև, Փաշինյանն այսօր վաղ առավոտյան ֆեյսբուքյան իր գրառման մեջ նաև արձանագրեց, հենց վաղարշաբաթցիները իրենց ընտրությամբ լիցքավորեցին վեհարանը ազատագրելու իր գործընթացը։ Ձեր ընտրությամբ կարևոր լիցք տվեցիք մեր սրբության սրբոցը, Մայրաթոր Սուրբ Էջմիածինը կտրիչ Ներսիսյանից ազատելու գործընթացին։ Անկամ քաղտեխնոլոգիայի հնարքների տեսանկյունից այդ երկու երևույթների միջև որևէ աղեր սարսափագրելը կարծում եմ իմաստազուրկ է։ Մայրաթորի Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանելյանը հակադարձում է վարչապետ Փաշինյանին, որևէ ընտրության արդյունք չի կարող դիտարկվել իբրև եկեղեցու ինքնավարությանը միջամտելու գործոն։ Գևորգ Դանելյանը, որ 2007-ից 2010 թվականները զբաղեցրել է Արդարադատության նախարարի պաշտոնը, հատուկ ընդգծում է. պատահական չէ, որ Գարեգին II-ը համարվում է ամենայն հայոց կաթողիկոս, որի ընտրությանը ազգային եկեղեցական ժողովում պարտադիր մասնակցում են ոչ միայն Հայաստանի, այլև ողջ Սփյուռքի հոգևոր դասից եւ աշխարհիկ հատվածից ընտրված 500-ից ավելի փոխանորդներ։ Ոչ միայն որևէ համայնքի, այլև անգամ համապետական ընտրությունների ցանկացած արդյունք, անկախ դրա ձեռքբերման հնարքներից, սկզբունքորեն չի կարող դիտարկվել իբրև հայ եկեղեցու ինքնավարության դեմ արշավին առնչվող անմիջական գործոն, իբրև պետության կողմից իրավապահ համակարգի ներգրավմամբ կրոնական կազմակերպության ինքնավարությանը միջամտելն արդարացնող միջոց։ Անդրադառնալով Փաշինյանի եւ իշխող թիմի կողմից պարբերաբար հնչող այն բացատրությանը, թե իրենց արշավը ոչ թե եկեղեցու, այլ կաթողիկոսի դեմ է, քանի որ վերջինս խախտել է կուսակրոնության ուխտը, Գերագույն հոգևոր խորհրդի անդամը պարզաբանում է. յուրաքանչյուր կրոնական կառույց ունի իր կանոնադրական հիմքերը, եւ երբ փորձ է արվում որևէ հոգևորականի նկատմամբ անկախ նրա զբաղեցրած դիրքի աշխարհիկ պահանջներ ներկայացնել, ապա դա ոչ թե տվյալ եկեղեցականի, այլ այդ կրոնական կազմակերպության կանոնադրական իրավական հիմքերի դեմ է։ Ասկան դուք դա անտեսում եք ոչ կրոնական կառույցի կարգավիճակը, նրա ինքնավարությունը։ Հետո ասում եք, բայց գիտեք, ես խնդիր չունեմ կրոնական կառույցի հետ, դա առանձին խնդիր է, բայց այդ խնդիրները փոխկապակցված են։ Չէ՞ որ ամեն մի կրոնական կազմակերպություն ունի իր կանոնադրական հիմքերը եւ յուրաքանչյուր ոք նախապես կամ ծանոթանում է ընդունում է այդ բոլորը, դառնում է հավատացյալ, իսկ եթե չի ընդունում, գտնում է, որ դա իր համար ընդունելի չի, դրան եղանակներ կան, բայց ոչ աշխարհիկ եղանակով, չգիտեմ, պահանջներ ներկայացնելը ներգրավելով այդ ամենի մեջ նաև ուժային կառույցների Իդեպ թեև Փաշինյանը պնդում է, որ վաղարշաբաթցիները ՔՊ-ական թեկնածուին ընտրելով կարևոր լիցք տվեցին վեհափառից ազատվելու իր գործընթացին, սակայն քարոզարշավի ընթացքում կաթողիկոսին հեռացնելու մասին ՔՊ ընտրված թեկնածու Արգիշտի Մեխակյանը հրապարակային չէր խոսում, խուսափում էր ասել Գարեգին II-ը վեհարանից պետք է հեռանա, թե ոչ։ Եզրափակիչ հանրավակում էլ հաղթած թեկնածուն վաղարշաբաթցիների հետ խոսում էր ոչ թե կաթողիկոսից, այլ վերանորոգվող ճանապարհներից, բնակավայրերի գազաֆիկացումից, նորոգվող եւ կառուցվող մանկապարտեզներից եւ դպրոցներից։ Իդեպ Փաշինյանը ՔՊ թեկնածուի եզրափակիչ հանրավակին չէր մասնակցում։ Ձեզ համար ամենայն հայոց կաթողիկոսը Գարեգին II-ը, թե ինչպես ձեր շատ թիմակիցներ են ասում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կտրիչ Ներսիսյան։ Ես այդ հարցին չեմ պատասխանում, որովհետև ես այդ հարցից խուսափում եմ։ Խուսափում եք ասել Գարեգին II կաթողիկոս, թե խուսափում եք ասել։ Ես ոչ խուսափում եմ ասել կտրիչ Ներսիսյան, ոչ խուսափում եմ ասել Գարեգին II։ Ես չեմ ուզում մտնել մի շրջափուլի մեջ, որ այս հարցերի շրջափուլի մեջ, որ մեզ ոչ միտեղ չեն տանում։ Ավելի շատ կաթողիկոսի հեռացման այդ արշավին, ակցիային, չգիտեմ, նախաձեռնությանը։ Ես այս պահին կենտրոնացած եմ իմ անելիքների վրա։ Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանելյանը նկատում է. իշխող կուսակցության թեկնածուն, որ ամենաշատ ձայները ստացավ, քարոզարշավի ընթացքում իրեն թույլ չի տվել հայ եկեղեցու ինքնավարությանը վերաբերող որևէ հայտարարություն։ Մինչդեռ վեհափառի հասցեին արված ձևակերպումներում իրեն անկաշկանդ պահող մեկ այլ թեկնածու անգամ անցողիկ շեմը չհաղթահարեց։ Եթե այնուամենայնիվ բացա այդ քարոզարշավի ընթացքում կամ ինչպես դուք հարցը ձևակերպեցիք, ծրագրի մեջ ներառվեին կոնկրետ եկեղեցու դեմ ուղղված կամ վեհապարտիրոջ դեմ ուղղված քայլեր, ապա արդյունքները այլ կլինեին։
Իսկ եթե այլ լիներ, ուրեմն ինչ է, մենք պետք է եզրակացնենք, որ պետք է հենց միայն այդ հիմքով ամեն ինչ դադարեցվեր։ Դանելյանի խոսքով համայնքային թե համապետական ընտրություն անկախ իր արդյունքից չի կարող հիմք դառնալ եկեղեցու դեմ քայլեր ձեռնարկելու համար։ Իսկ արդյոք վարչապետ Փաշինյանի այսօրվա հայտարարությունից հետո Մայրաթորի դեմ արշավն էլ ավելի կհագնանա։ Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանելյանը միայն հայտարարության հիման վրա եզրահանգումներ չի ուզում անել, բայց պնդում է, իշխանության հակաեկեղեցական արշավը զուտ ներազգային, ներքաղաքական զարգացումների արդյունք չէ։ Թե ինչ կերպ է դա արվում, դա մենք չունենք այդ տեղեկատվությունը, բայց ակնհայտ երևում է, որ սա միայն ներազգային չէ։ Ինչ չափով, ինչ եղանակներով է ազդեցությունը լինում։ Դա այդ հարցին պատասխանելու համար մենք պետք է ունենանք արդեն այլ տվյալներ։ Առաջում մենք ձեռքի տալ եղած փաստական տվյալները հանրայտ անտակույց, որովհետեւ մեկը դա չի թաքցնում, խոսում են այն մասին, որ ցավոք հակաեկեղեցական այս շարժումը ձեռնտու է կամ խրախուսվում է մի շարք այլ արտաքին ուժերի կողմից։ Դատելով Փաշինյանի քայլերից եւ հայտարարություններից վարչապետը կաթողիկոսին վեհարանից դուրս հանելու իր ծրագրից հրաժարվելու մտադրություն չունի։ Արդյոք Մայրաթոր այս իրավիճակում ինչ որ քայլեր պետք է ձեռնարկի, թե ոչ։ Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանելյանն ասում է, որ իրենց մոտեցումները անհատական չեն, յուրաքանչյուր հարց մանրակրկիտ քննարկվում է հոգևոր խորհրդում, լսում են ոլորտի լավագույն մասնագետներին եւ վերլուծության արդյունքում կայացվում են որոշումներ։ Կարող եմ հույս հայտնել, որ կհաղթի ողջամտությունը, վերջապես հավատավոր մարդը համարժեք կըմբռնի իրավիճակը եւ պատրաստ կլինի հավուր պատշաճի աջակցելու իր հավատքի տաճարին։ Աստված պահապաններ երկրին, հայ ազգային եկեղեցուն եւ ապար Տիրոջը։